Հարգելի հայրենակիցներ, Անդրանիկ Թևանյանի գործի թեմայով մենք այժմ կզրուցենք Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Օրբելյան, գիտենք, որ շատ ծանրաբեռնված եք, շնորհակալ ենք, որ ժամանակ գտաք, եկաք մեր տաղավար։ Այսօր փորձենք հասկանալ ընդհանրապես Թևանյանը ինչու է մեղադրվում, եւ քննչական կոմիտեի հաղորդագրությունում երկու դրվագ կար աչք ծակող։ Շատ լավատեսեք, եթե այսօր պետք է փորձենք հասկանալ ինչու է մեղադրվում։ Ասում էին նախ պետական գաղտնիքի հրապարակում եւ երկրորդ հավաքագրվել է այլ երկրի հատուկ ծառայությունների կողմից։ Հիմա այս երկու դրվագով ապացույց կա թե չկա եւ ընդհանրապես ինչ է սա նշանակում։ Ես մի հատ լրացնեմ, մենք հասկանում ենք մասնագետներին լսելով, որ պետական գաղտնիքը կոնկրետ, ասենք, բաժակի տեսք ունի, հա, թուղթա, ստորագրած, գրած ա եղել պետական գաղտնիք։ Հա, նախ հասկանանք պետական գաղտնիքն ինչ, հա, հետո մնացածը։ Ու դա ակետից բեկետա տեղ։ Բերեք հետեւյալը, մի քիչ ավելի որ սկզբից ասացի լավատես եք հասկանանք ինչու՞ն է իրականում։ Այսօր մեզ ոչ մի բան չեք ասելու, հա, ոնց հասկացա։ Չէ, ինչ որ բաներ կասեմ։ Ամեն դեպքում լավատես եք ոչ թե այն իմաստով, որ ես չեմ ասի, որ ասում եք փորձենք հասկանանք ինչու է մեղադրվում, այդ մի փոքր դրվագ երկար խոսեցինք, նիստի վերջում քննիչ ասեց, մենք տենց էլ չհասկացանք, դուք հիմա ինֆորմացիա փոխանցել եք թե չէ, հիմա բառացի չեմ ասում, մի քիչ կարող աուրջացնում եմ, բայց մոտավորապես ասենք Ժորժ ջան, բայց դա պետք է սկզբից հասկանայիք, հետո գայիք, բայց փորձեմ մի քիչ քննիչները իրենք էլ չեն հասկանում ինչ գործով են եկել։ Փորձեմ մի քիչ սկզբից գալ, որովհետև գործը մի քիչ նախապատմություն ունի եւ նախապատմությունը պատկերացնելով կկարողանանք այնքանով ինչքանով կկարողանամ պատմել, որովհետև այս գործում մեր կարծիքով արհեստականորեն այս պետական գաղտնիքի կոնցեպտն ավելացվել, որպեսզի նաև որպեսզի մենք սահմանափակվենք, հնարավորություն ունենանք ավելի մանրամասն քննարկենք, իհարկե կա նախաքննության գաղտնիքի ռեժիմ, որը մենք էլի չենք կարողանալու ամբողջությամբ քննարկել, բայց առնվազն մի շարք փաստաթղթեր կա, որին կարող եմ հղում անել կամ փաստաթղթեր տեղեկատվություն։ Նայեք, ինչա տեղի ունենում։ Կա հաղորդագրություն առայն, որ ԱԱԾ-ի հաղորդում է ստացվել քննչական ծառայությունում, առայն, որ կա հանցագործություն։ Խոսքը գնում է հաղորդում է ստացվել հանցագործության մասին։ Դա չի վերաբերվում, որ դրանում մեղադրվել է Անդրանիկ Թևանյանը։ Խոսքը գնում է հաղորդում ենք ստացել առայն, որ պետական գաղտնիք է փոխանցվել, ընդ որում հղումներ է կատարվում ու շատ ընդհանրական ձևակերպումներ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների ինչ որ ձևակերպումն է։ Հիմա բառացի ձեռից տեղ չկա, բայց յուրաքանչյուր ոք կարող է բացել investigative AM կայքը, դա քննչական ծառայության կայքն է, նորությունների բաժնում գտնել եւ տղարտալ։ Հաղորդում ստանալուց հետո հարուցվում է քրեական գործ։ Ու ըստ էության տեղ կա որոշակի փուլայնության խնդիրներ, այդ բանի հա ԿՀ վարույթի կտորը դուրս թողնենք, որ դիմում են ԿՀ, ստանում են համաձայնություն, արդեն իսկ առաջադրված մեղադրանքում պետական գաղտնիք չկա։ Այսինքն Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է առայն, որ բավականապես բառացի կասեմ ու հետո կփորձենք հասկանալ ինչ կա դրա տակ, այսպես կոչված լրտեսության եղանակով իրականացրել է պետական դավաճանություն, այդ լրտեսության եղանակովն է, որ ասում են, որովհետև տարբերություն կա, երկու տարբեր հանցակազմ ունենք, երկու տարբեր հոդված ունենք, մեկը պետական դավաճանությունն է, որպեսզի պետական դավաճանություն արվի, անձը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ կա լրտեսություն, որպեսզի լրտեսություն արվի, անձը չպետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց պետական դավաճանության հոդվածի մեջ կա ոնց որ մի հատ լրտեսություն բառը ներառած։ Շատ խառը անորոշ ձևակերպում է, որը իմիջիալոց նախքին քրորում էլ կար։ Ամեն դեպքում։ Հիմա, երբ որ ասում ենք լավ է լրտեսությունը ոնց է արտահայտվել, իսկ լրտեսության ձևակերպման մեջ երկու իրարից տարբեր process կա։ Մեկը պետական գաղտնիք հավաքել, փոխանցելն է, դա ոնց որ շատ հստակ, ոնց որ ասում եք պետական գաղտնիքը պետք է լինի պետական գաղտնիք, հստակ լինի, գաղտնագրված լինի, գաղտնազերծված չլինի, դա abstract չի դառնում ինչ որ բան պետական գաղտնիք էլի, բայց կա մի հատ այլ կտոր, որ օտարերկրյա հետախուզական ծառայության հանձնարարությամբ հավաքել է այլ տեղեկատվություն, այդ այլին հեսական դրադառնամ, ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության եւ
ինքնիշխանության օգտագործելու համար։ Այս է ոնց որ հոդվածը։ Հիմա ստացվում է հետևյալը. Անդրանիկ Թևանյանին այլևս այս պահի դրությամբ չեն մեղադրում պետական գաղտնիք հավաքել փոխանցելու մեջ։ Չկա նման բան։ Դա եղել է հաղորդումը, բայց երբ որ ստանում են հաղորդումը, քննիչները ըստ էության պետք է վերլուծեն, հասկանան այդ հաղորդումով ինչն է ըստ իրենց հաստատվում, թե չէ, եւ այդ պահի դրությամբ իրենք արդեն իսկ այդ գաղափարից հետ են կաղնել եւ ըստ էության խոսքը գնում է այլ տեղեկատվության հավաքելու եւ փոխանցելու մեջ։ Հիմա մենք 3 հատ կարևոր խնդիր ենք բարձրացրել լատարանում, ես հիմա ինչ որ ասելու եմ իրավական վերլուծություններին եմ անդրադառնալու, որովհետեւ փաստերին անդրադառնալու կաշկանդվածություն ունեմ նախաքննական գաղտնիքով եւ այսպես կոչված այդ կվազի պետական գաղտնիք ստորագրելով։ Մեջ պետական գաղտնիք չկա, բայց թուղթ ենք ստորագրել, որ կարող է լինի եւ հետեւաբար որ հետագայում խնդիր չունենա Արոն Թևանյանի պաշտպանության գործընթացը, ինչ որ առանձին հղումներ չեմ անի, բայց կփորձեմ հիմա նկարագրեմ։ Հիմա նայեք ինչ է ստացվում։ Մեղադրում են նրանում, որ ենթադրաբար օտարերկրյա ոնց է հատուկ ծառայություն են նրանք օգտագործում, հավաքագրվելով, հավաքել է այլ տեղեկատվություն եւ տրամադրել։ Հիմա մենք դատարանում 3 հարց ենք բարձրացրել։ Ասել ենք լավ է, այլ տեղեկատվությունը ինչ որ որակ պետք է ունենա, թե ասենք որ ասեմ այսօր ժամը քանիսին է առավոտը արևը դուրս եկել դա էլ է այլ տեղեկատվություն, որ ասեմ ինչ որ ինչ բանամ ասենք մեքենաները շատ են կամ քիչ էին, անձրևերը գալիս կամ չերը գալիս, դա էլ է։ Հələ չեմ խորանում հավաքագրվելու դաշտել, ընդհանրապես ուզում ենք հասկանանք այդ մեկնաբանությունը։ Ակնհայտ է ու կա Վեճռաբեկ դատարանի պրակտիկա, որ այդ այլ տեղեկատվությունը որոշակի պարամետրերով պետքա տենց հասանելի չլինի, այսինքն դա չպետք է այն տեղեկատվությունը լինի, որ ես ասեմ Gemini-ի մոտ կասես, ես ինքը պատասխանի ինձ, այսինքն դա պետքա լինի ինչ որ տեղեկատվություն։ Երկրորդը մենք բարձրաձայնել ենք հաջորդ հարցը, որ դա պետքա լինի տեղեկատվություն ոչ թե կարծիք վերլուծություն, որովհետև հակառակ դեպքում ցանկացած վերլուծաբան, ով որ կարծիք կգրի, հոդված կգրի, մենք հիմա եթե ենք դուրս գալիս կարծիքներ կարտահայտենք, միշտ կարա մեղադրվի, որ գիտեք ինչ, այ այնտեղ ինչ որ մի հատ ամերիկյան, չինական, ռուսական, ֆրանսիական, չգիտեմ, ադրբեջանական, թուրքական ինչ որ հատուկ ծառայությունները լսեցին, դուք իրենց փոխանցեցիք։ Սա ոնց որ երկրորդն է, որ դա պետքա լինի տեղեկատվություն եւ երրորդը որ դա պետքա լինի հանձնարարությամբ, բայց ոչ թե յուրաքանչյուր ոգի հանձնարարությամբ, այլ դա պետքա լինի հենց հետախուզական ծառայության հանձնարարություն։ Եվ փոխանցողը պետք է իմանա, որ դա հենց հետախուզական ծառայությունն է։ Այսինքն ինձ պետքա ոնց որ ես այդ հավաքագրվելու կտորը դրա համար ենք ֆիքսում, հա, պետքա հավաքագրում լինի։ Այսինքն ընդ որում ել եմ կրկնում հետախուզական ծառայություն։ Եթե ինչ որ մեկը աշխատում է Բրիտանիայի այսպես մի 6-ի մի 5-ի հետ, դա հետախուզական ծառայություններ են։ Եթե աշխատում է օրինակ իրենց այդ Commonwealth-ի հետ, իրենց թագավորի ու պարլամենտի հետ, իրենց որևէ այլ ծառայության հետ, դա հետախուզական չի։ Եթե ինչ որ մեկը աշխատում է CIA-ի հետ, հա, բանի ՑՌՈ-ի ինչ ոնց հայերեն հետախուզական կենտրոնական հետախուզական ուշ բանի հետ հետախուզության հետ դա կլինի ոնց որ դրա տակ, բայց եթե ինչ որ մեկը սպիտակ տան հետ աշխատում, խորհրդատվություն է տալիս ինչ որ ֆորմատով, դա նույնպես չի գնում։ Նույնն է վերաբերում Ռուսաստանին, Չինաստանին, կապ չունի, ցանկացած այլ երկրում։ Այսինքն եթե դա աշխատանքը ոչ հետախուզական ծառայությունների հետ, դա լրտեսության տակ չի գնում։ Դա ոնց որ բացաթափանցիկ խնդիր չի առաջացնում։ Հիմա նայեք, մենք այդ ոնց որ հաջորդ հարցն էր, որ մենք բարձրաձայնում ենք, որովհետև ինֆորմացիաներ չկան, տենց ընդհանուր մեղադրանքը կա։ Եվ ըստ էության մենք շատ հստակ բարձրաձայնել են, ես մեկը կարծում եմ կարող եմ ասել առանց դետալների, որ ըստ էության այս ամբողջ գործընթացը մի հատ օպերատիվ թղթի վրա է։ Այդ օպերատիվ թղթը ունի բանի ստանդարտին համապատասխանեցում, ստուգելի չի, հա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավականին լուրջ պրակտիկա ունի այն ժամանակ իռլանդական ազատագրական բանակի հետ կապված, որ անգլիական օրենսդրությունը բավականին խիստ էր եւ հնարավորություններ տալիս եւ ազատազրկել եւ միջամտել մարդկանց իրավունքներին այդ terrorism-ի ահաբեկչության դեմ պայքարի լույսի ներքո, եվրոպական դատարանն ասում է նույնիսկ եթե դուք պնդում եք, որ հավաստի տեղեկություններ ունեք, դա բավարար չի, դա պետք է ստուգելի լինի։ Հակառակ դեպքում իջի կա կորում դատական պաշտպանության ամբողջ գործընթաց։ Եթե ինձ տանելու եք դատարանում ասելու եք, խնդրում եմ հավատա, որ մենք հաստատ տեղեկություն ունենք, որ դու հանցագործ ես, քեզ կալանավորում ենք դա երկրի համար, դա չի աշխատում, դա չպետք
պետք է այդպես լինի, պետք է մարդը հասկանա ինչում, ինչ փաստաթղթերի հիման վրա, ելեմ կալանքի համար այդ փաստաթղթերը բազմաթիվ անգամ ենք ասել, պարտադիր չի լինի այն ամենայն վերջին մեղադրական, բայց պետք է գոնե ինչ որ բան տա, որ ակնկալենք, հա, որ հասկանանք որտեղից։ Երբ որ մենք համադրում ենք ժամանակագրությունը, այս հաղորդագրության մեջ, եթե չեմ սխալվում, հղում էր արվում մի քանի տարի առաջվա դեպքերին, հա, 24 թվականի երբ որ մենք 24 թվականի ապրիլին, պատգամավոր չի եղել։ երբ որ ինքը չի եղել պատգամավոր, երբ որ հաղորդագրության մեջ բայց հղում անում դրա նախորդ ժամանակի պատգամավոր, երբ որ ինքը պարզաբանում է, որ ինքը չի եղել պատգամավոր, հետո քննարկում են, որ դե երևի ինչ որ մեկն է աջակցել։ Լրտեսական ցանց ենք արդեն հայտնաբերել։ Հիմա եթե դրանից հետո մենք շատ կարևոր է 26 թվականին ենք հիմա ընտրությանը մնացել էր 2 շաբաթի չափ ժամանակ։ Այսինքն այդ նույն գործընթացը տեսականորեն ընդունենք, ճիշտ են ասում։ Տեսականորեն ընդունենք, այսինքն ստացվում է, որ երկրում կարող ենք թողնել, ոնց էլ լրտեսական ցանցը 2 տարի գործի, ազատ տեղաշարժվի, ինֆորմացիա տա, ինֆորմացիա ստանա, գործընթաց տեղի ունենա, եւ նոր ինչ որ գործողություն անենք, երբ որ ընտրությունների մնացել է 2 շաբաթ, ակնհայտորեն տվյալ թեզիսը, տվյալ թեորեմը քննադատության չի Մի դիմանում։ րոպե, այստեղ հակադարձեմ ձեզ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, ով հավանաբար զգալով, որ սա քաղաքական հետապնդում է, հայտարարեց, որ Զգալով չէ, իմանալով։ իմանալով։ Չէ, որ այդ հարցը իրեն հնչելու է, ասեց հարց կհնչի դե 24 թվականին դեպքը եղել է, ինչի են 26 թվականին գործողություն անում, ասում է, որովհետև դա շատ բարդ գործ է, այդ պետքա լրտեսական ցանցը ամբողջական բացահայտենք, հանձնարարություն տվող, ստացող, Բացահայտել են։ Ես դա եմ ուզում հասկանալ, այդ գործի Չէ, մեջ բարձ ինչ-որ ցանց կա։ քանի օր կալանավորված, լսել եք։ Քանի օր արդեն անցել, որևէ Չէ, զարգացում ես հիմա չգիտեմ, կարող է տարբեր մարդկանց կալանավորել են, բայց ասենք եթե մենք տեսնում ենք նորությունները, ինչ անհրաժեշտ է դրա մասին անել հաղորդագրություն, մենակ քաղաքական օպոնենտի մասով մնացածը չանել, ակնհայտորեն նայեք, 3 հատ մեծ ֆունդամենտալ խնդիր կա։ Իսկ ինչ գործ ունի այդ մի հոգին։ Вообще իր ինչ գործն է։ Ինքը հատուկ հնչականի խոսնակն է։ Ինքը հատուկ հնչականի մամլո պատասխանատուն է, թե ԱԾ-ի խոսնակն է։ Հիսուսի տեղապանն է։ Դե հիմա բերեք դրա Հիմա իմ գնահատականը Պարոն Օրբելյան, դուք շղթան սկսեցիք ԱԾ հաղորդագրությունից Հիմա դրանից հետո մենք տեսնում ենք ամբողջ խնդիրը ցանկացած մասնագետի հետ կարող եք խոսել, ցանկացած մասնագետի հետ քննարկումը ակնհայտորեն առաջ են բերում 3 հատ ֆունդամենտալ խնդիր։ Առաջինը դա եթե ճշմարտության նշույլ կար, պետք է լիներ ավելի շուտ։ Եթե ճշմարտության նշույլ չկար կամ հետազոտում էին, փնտրում էին, պետք է սպասեին եւս 2 շաբաթ, որովհետեւ կրկնում եմ ուղղակիորեն քաղաքական օպոնենտին մասին հրապարակավ խոսել պետական դավաճանության մասին, ընդ որում խոսքը գնում է ոնց որ պատգամավոր, ցանց, նախկին, ապագա ինչ որ հետախուզություն, ինֆորմացիա ընդդեմ Հայաստանի, ոնց որ դրա մասին ինքը չպետք է ընդհանրապես տեղեկացված լիներ, իր գործը չի դա։ Բանը մենք սխալ ընկալում ունենք պետության վարչապետի գործառույթների մասին։ Ես բազմաթիվ անգամներ եմ լսում, որ պետք է սահմանադրություն փոխենք, չգիտեմ ինչ անենք, բայց մենք իրականում պետք է սահմանադրությունը ուղղակի կիրառենք։ Բայց ինքը ասում է ԱԾ-ն ինձ է ենթարկվում, հետեւաբար իրավունք ունի։ Într-adevăr ԱԾ-ն իրան է ենթարկվում, որովհետև ինքն է այդպես որոշել։ Սկսենք դրանից։ Եվ երկրորդը, եթե ԱԾ-ն ինչ որ բան զեկուցեց կամ չզեկուցեց, ըստ էության դա չի զեկուցում իրեն, որ ինքը գա բարձրաձայնի։ Վերադառնանք, էլի, եթե մենք հարավակի հարթակից էլի։ Որից հետո մի քանի օր անցնի, միջև ԿՀ դիմում, ԿՀ-ն էլ կարող մերժեր, կարող չմերժեր, ու ընդունենք абստրակտ, հա, չեմ ասում։ Հա, եթե դες լուրջ գործեր կան կմերժեր։ Հիմա կարող է մերժեր օրինակ համաձայնություն տալ։ Այդ ժամանակ ինչ է ստացվելու, այսինքն ամբողջը փլվեց, ինչի եմ սա ասում, որովհետև մենք կամ խոսում ենք հանցագործությունների բացահայտման, պատժման, անձանց ձերբակալելու կամ մեղադրանք առաջադրելու իրավաչափ գործընթացի մասին, այդ ժամանակ մենք ունենք շատ բարձր գործընթաց։ Վերջերս մի քանի հոգի այդպես մասնագետներ խոսում են այդ թվում նաև բարձրաստիճան նախկին ԱԱԾ աշխատակից, ու դա ճիշտ են ասում, դա միջև վերջին պահը թաքուն է լինում, միջև որ արդեն մեկ էլ տեսնում ես քո դրանն են, հա, այսինքն չես իմանում դրա մասին 3 օր առաջ,
Այսինքն հանգիստ քեզ համար ման ես գալիս, քարոզար շավ ես իրականացնում, լայվ ես մտնում, խոսում ես, նոր գալիս են գնանք հետո դրանից հետո գնում ես քննչական կոմիտե քո հետևաբար այսպեսի մի բան հարցնեմ, եթե ասենք Անդրանիկ Թևանյանը չէր, իրական այլ դեպք էր եւ այլն, այս բովանդակությամբ ինքը հայտարարություն անում, այդ տվյալ անձը կարող է շատ հանգիստ լքել երկիրը, ճիշտ եմ։ Ես հիմա կարող էր թե չէ այդ կախված է մի շարք հանգամանքներից, տեսականորեն ընդունենք այո։ Այսինքն այդ դեպքում այդ գործը ինչ է։ Հետևաբար հետ եմ գալիս հետևյալ խնդրին, էլի, մենք դերերի եւ գործառույթների ճիշտ բաշխման խնդիր ունենք։ Հանցագործությունների դեմ պայքարը քննչական մարմինների գործառույթների տիրույթում է, եւ հանցագործությունների պայքարը չի սիրում ընդհանրապես այդպես շատ հրապարակայնություն։ Ապ կգտնեք, կպաջեք, կավարտեք, նոր հրապարակայնացրեք։ Մարդու իրավունքների պաշտպանությունը չի սիրում արհեստական հրապարակայնություն եւ թիրախավորում։ Մենք ախր առաջին դեպքը չի, որ պետական դավաճանության մեղադրանքներ են հնչեցվում ամենաբարձր մակարդակով ու վերջում ասենք արդարացում կարող է տեղի ունենալ։ Ունեցել ենք դեպքեր, որտեղ արդեն կամ արդարացվել է կամ վերավորակվել է շատ ավելի թեթև հանցագործությունների, որոնք կապ չունեն պետական դավաճանությամբ։ Բայց մարդուն պախարակում են։ Էլ բայց դու այդքան ժամանակ արի բացատրի։ Հիմա ասենք Անդրանիկ Թևանյանի բախտը բերել է, որ հրապարակային մարդ է, չէ, որ սրանք այնքան սուտ են խոսել, որ մարդիկ արդեն հասկացել են, որ սա քրոնիկ սուտասանների հետ գործ ունեն եւ այս տեղեկատվությունը ամենայն հավանականությամբ իրականությանը չի համապատասխանում։ Բայց նույնիսկ այդ պայմաններում մեկը որ առաջանում է, չի ասում ես, բայց կարող անդեղ ինչ որ մի բան եներ, էլի վերջը պետական դավաճանություն են ասում։ Կա նման։ Հիմա դրա համար մենք շատ կարևոր է, որ նմանատիպ մեղադրանքներ հնչեցնելուց պետք է լինեն շատ զուսպ եւ դա չպետք է լինի քաղաքական դիսկուրսի մաս։ Մենք ախր տեսանք, երբ որ ես ասում եմ քաղաքական, խնդիրը նրանում չի, որ մի անգամ հրապարակային ասեցին, ավարտեցին, ախր դա դարել է քաղաքական դիսկուրսի մաս։ Ինչ որ մարդիկ արդեն առիթավորվելով ենթադրում են, որ դա արդեն հաստատված հանգամանք է, արդեն մեղադրում են դավաճան լինելու մեջ, արդեն դեռ ինչ որ մեղադրում են, այդ մեղադրանքը արդեն անց են կացնում այլ մարդկանց վրա։ Այսինքն սա դարել է, սա ակնհայտ երևում է, որ սա թեզիս է, որը դրվել է շրջանառության մեջ, որպեսզի սեփական դավաճանական քաղաքականություն իջեղում տեղի ունենա։ Կրկնում եմ, ես ուսումնասիրել եմ այնքան նյութ ինչքան ունեմ, բայց ես ակնկալում եմ, որ եթե պետական դավաճանության իրական գոնե մի հատ փոքր հետ կար, գոնե մի հատ փոքր ապացույց կլիներ, որ ես այս պահին շատ ավելի զգույշ կխոսեի, շատ ավելի ինտերվյու չէի տակ ասեի նյութերը կուսումնասիրեն, կտեսնենք ինչ է, հետագայում կքննարկենք։ Այսինքն ընդհանրապես որևէ ապացույց չկա։ Հիմա ես որ ասեմ ընդհանրապես չկա կամ կա, ապացույցը դա ապացույց։ Ձեզ ասեցի, որ կենտրոնականը մի հատ օպերատիվ թուղթ է, որը կարող էր, որը դա չի համարվում ապացույց որևէ ձևով։ Հիմա կգանք ասեն ինչ որ բան եմ բացահայտել, չեմ բացահայտել, դետալներ չեմ ասի որևէ բան։ Այդ օպերատիվ թուղթն էլ դրա մասին չի, եթե նորմալ չեն կազմել։ Այսինքն ինքն էլ չի նենց որ ասեմ հստակ տեղեկատվություններ ապովանդակում, որ եթե նույնիսկ դա ճիշտ լիներ, դրա հիման վրա կարելի էր մարտատել, բայց մայ չեմ ուզում շատ ապացույցների դաշտ մտնեմ, որովհետև ապացույցների դաշտում ինչ էլ ասեմ կամ չասեմ խնդիր է, բայց ինքնին եմ փաստը, որ պետական գաղտնիքի թուղթը մտել է գործի մեջ եւ ասել են կարող է պետական գաղտնիք լինի, բայց մեղադրանքի մեջ պետական գաղտնիք հավաքել եւ փոխանցել չկա, ինքնին արդեն խնդրահարույց է դառնում։ Իսկ այդ գումարը առողջապաշխական մի հատ թիվ էին, հա, չգիտեմ, հորին էլ այդ գումարը որտեղից են վերցրել։ Կվիտանցիան կա, պարոն Օրբելյան, ասենք։ Հիմա նորից ինձ ապացույցներից եք ասում։ Ես ձեզ պարզ ասեմ, որ որովհետեւ ներեցեք դա էլ է մարդկանց վրա ազդում, որ եթե այդքան գումար են տվել, ապա ինքը ինֆորմացիա փոխանցել է։ Հավաքագրել է, ասենք հավաքագրվել է օտարերկրյա ծառայությունների կողմից, բայց այդ պետքա ասենք այդ ծառայությունում մարդ ունենա, որ այդ Դե հիմա ոնց բերեք sense ապացույցները ոնց կարելի է հավաքել, չհավաքել, հավաքագրումը ոնց կարելի է ապացուցել, տարբեր եղանակներ կարող են լինել։ Բերեք հիմա գումարից էր գանք, էլի, իսկ ինչքան գումար էր։ 622,000։ Ինչ չէր 623։ Դե որ Դե ցույց ենք հարցնում։ Բական 621։ Այսինքն տենց եկել են, պայմանավորվել են, ասել է 625 տամ, ասել է չէ 620, հետո որոշել են 622, ինքը այդ թիվն էլ է խնդրահարույց։ Հիմա ուզում եմ ես մենակ թիվը, որ ասեին այսքան, չգիտեմ, յուան, այսքան դոլար, այսքան եվրո, այսքան ռուբլի, ինչ որ մի բանով կլոր թիվը լիներ, կարային քննարկենք, բայց ակնհայտ է նյութերից մի բան կարամ ասեմ, ավել չեմ կարողանալու ասեմ, նյութերից ակնհայտ է, որ
բանի համար էին չէ ասել ոնց որ թե հենց էլի այդ տեղեկատվության համար էին ասել որ այդքան գումար է վճարվել այդ ինչ որ ազգային ժողովի եթե չեմ սխալվում տենց էր գրված այո այդ փակ նիստի հետ կապված որևէ այդ գումարային հարց նյութերում չկա այսինքն sense պարզ ասեմ այսինքն դե չկա հիմա ոնց ինչ էլ որ ասեմ էլի նորից անցնելու եմ առաջ սկսելու եմ բան ասեմ կարելի է այդտեղ գրել ավելի լավ կհնչեր էլի $2 միլիոն կարելի է գրել այլ թիվ բայց շատ պարզ հարց է տրվում հենց պարոն Թևանյանն Անդրանիկ Թևանյանն է շատ հստակացում ասում լավ այսինքն այդ հետախուզական ծառայությունները вообще գործ չունեն պետք է $622,000 փող տային ինչ որ մի հոգուն փակ նիստի վերաբերյալ որին մասնակցում էր 100-ից ավել մասնակից ինչ որ ինֆորմացիա ստանալու համար որը կարելի էր ստանալ 48 հատալ եղանակով շատ ավելի առանց գումար ծախսելու ու պայմանական ասեմ հա պականներին չգիտեմ 5000 դրամ տային նո հիմա ես չեմ ասի ով ինչ կանով բայց հա գաղափարով ուզում եմ ասեմ չեմ էլ ուզում քննարկեմ ուղղակի մանավանդ որ այդ փակ նիստից հետո կա ձայնագրություններ որտեղ հստակ արձանագրել են որ պետական գաղտնիք չի քննարկվել նորից վերադառնալով իմ հարցին իմաստե կարանք տարբեր կոնտեքստներ տեսնել տարբեր բաներ քննարկել հա գոնե չհասկանանք ինչի համար են մարդուն ձերբակալել ես միջև հիմա լսում ուզում եմ հասկանամ ինչի համար ինչները չեն հասկանում ոչ մի բան չհասկանում հետևյալն է ես առաջին անհստակ գործը չի որով զբաղվում եմ էլի այսինքն մենք եթե մեր ձևով կպաշտպանենք եկեղեցին կարա անցալվի որպես կոչ չեմ ասում ինչի կոչ ուղղակի լեզվական տերմինոլոգիական քննարկում եմ անում ընդամենը մեր ձևով եկեղեցին կպաշտպանենք ինչ ուզում եք դրա տակ հասկացեք ինչ ուզում եք բայց դրա մեջ կոչ չկա ոչ մի բանի կոչ չկա կարա լինի սպառնալի կարող է լինի ինչ մեկնաբան եք էլի չեմ անում ամեն ինչ բացի կոչից դա կոչ կարա լիներ մենակ մի դեպքում եթե դա պարզվեր որ դա այն բանն է խորհրդանիշն է որ ասեմ մեր ձևով բոլորս կգնանք ինչ բան կանենք բայց ոնց որ տենց բան չեղավ հետեւաբար կրկնում եմ դա կոչ չի ոչ մի ձևով երբ որ մարդուն կարելի է ինչքան ասեմ 540 օր պահել անազատության մեջ հակասահմանադրական հոդվածով, որի մասին առաջին օրվանից բարձրաձայնում ենք, հետո ասում են ինչի համար, ասում ենք դե մենք որ ասում ենք որ հոդվածը հակասահմանադրական է։ Երբ որ կարելի է բան սրբազան շարժման ներկայացուցիչներին կալանքի տակ պահել կամ ազատազրկման տակ պահել, մեղադրանք առաջադրել, երբ որ փորձում ենք հասկանանք ինչի համար, ասում է որովհետև իհարկե հիմա մի քիչ տեն զավեշտ կտորը կասեմ, բայց ձեռք է բերել Երևանի քարտեզը։ Ասում ենք հետո, բայց մնացած հարցերն են քննարկում ահաբեկչության համար, հոդվածը այդպես բան չի, թեթև հոդվածներ չեն։ Ահաբեկչության համար, ասում ենք պետական դավաճանություն։ Ասում ենք լավ, ես անորը ուսանողներից հետ ունկնդիրների հետ քննարկելուց ասի որ մնացել են դեռ երևի մի երկու հատ էս տարօրինակ հոդվածներ, որով գործ չեմ ունեցել, հուսով եմ չեմ ունենա։ Էկոցիդ օրինակ, ինչ որ բանա, ինչ-որ տես բաներ։ Հիմա խնդիրը ինչի եմ դա ասում, որովհետև միակ դեպքը չի։ Միշտ երբ որ գալիս է մեզ մոտիկ մի հատ դեպք է լինում, այդ ժամանակ սկսում ենք զարմանալ, բայց սա ուրիշ դեպքեր ունենք, ասենք ունենք սովորական ավելի տենց ինչ որ հանցագործությունների դեպքեր, սովորականը շակերտավոր եմ ասում, ինչ որ գյուղապետ ինչ որ տարածք է վաճառել մի 25 տարի առաջ, մի քանի տարի առաջ ձեռք է բերել այդ տարածքը, մի տարածք մեկ արել է գյուղից, հետո անցել է մեկին ինչ որ բան, նա պետք է աղել արել է, մեկին ասում է փողերի լվացման համար, ասում ենք ինչ փողերի լվացման, ասում է այն ժամանակ որ ծախել է, հիմա փողերի լվացումը ավարտվեց։ 25 տարի։ 20 տարի առաջ, ասում ենք ժամկետ անցել, ասում է չէ, փողերը նոր է ավարտվել։ Ասում ենք այսինքն այս մարդը այդ գյուղում չի կարա հող առնի, ումից որ առնի, պետք է գաք ասեք փողերի լվացում։ Այսինքն սա ես պարզ մի քանի օրինակ եմ բերում, ինչա տեղի ունենում ու այստեղ ոնց որ մենք անընդհատ կենտրոնանում ենք արդարադատության ոլորտի խնդիրները, դատարանները լավը չեն, դատարանները լավը չեն, դատարանները լավը չեն, ու իրոք խնդիրներ կան ու խորքային խնդիրներ կան։ Բայց մենք անընդհատ բաց ենք թողնում, մանավանդ երբ որ մենք խոսում ենք, մենք ասած լայն իմաստով, ասենց կառավարությունը, քննչական եւ դատախազական ծառայությունները։ Այսինքն մեղադրանքները պետք է հստակ լինեն եւ այդ սխալ մեղադրանքների համար մարդիկ պատասխանատվություն չեն կրում։
դե պետքա ոչ միայն չլինեն քաղաքական չլինելուց հետո էլ պետքա լինեն նաև հստակ հասկանալի པարզ օրենքի տարին համապատասխան քննիչը կամ դատախազը ինքը պետքա հասկանա ինչա։ Այսինքն ոչ թե որտեղ ինչ որ մի վատ բան եղել է, բերեք գրենք դավաճանություն, մի վատ բան եղել է, բերեք գրենք ահաբեկչություն, մի վատ բան եղել է, բերեք գրենք, չգիտեմ, Սահմանադրական կարգի տապալում, այդ բան ասենց ամեն ինչ կարանք դրա տակ մտցնենք։ Մի վատ բան եղել է, եկեք ցենց մի հատ հնչեղ բան ասենք։ Կարևորը հայտարարությունը հնչեղը լինի, կարևորը լայքերն ու վյուերը ավելանան կա։ Իմիջիալոց ոնց է դրա շուրջ պետքա կառուցվի այս ամբողջը։ Պետքա կառուցվի նրա շուրջ, որ լավ, բերեք գլոբալ նայենք խնդրին։ Հանցավորության դեմ պայքարը ուր է հասել։ Հանցավորության վիճակը Երևանում ոնց է, Հայաստանում ինչ վիճակում է, թմրամոլության վիճակը, դե դա է չափիչը։ Ոչ թե մենք ինչ ենք անում, մենք չէ։ Ոմանք ինչ են անում, ասում են, այ դատարանները վատ են, որովհետև X-ին չդատեցին։ Հակառակը պետքա լինի, պետքա մենք որոշենք X-ը մեղավոր է թե չէ, պայմանավորված նրանով դատարանը դատես թե չէ։ Եթե մենք ի սկզբանե որոշել ենք, որ X-ը մեղավոր է, ու հետո սկսելու ենք քննարկել դատարանի լավ կամ վատ լինելը ընդհանրապես նրանով դատվեց թե չդատվեց, մենք երբեք տեղ չենք հասնի։ Բայց դատական համակարգի հեղինակազրկում չի դա։ Երբ որ կասկածի տակ է դրվում դատարանի որոշումը, վճիռը, հետո էլ չասեմ վնգստացող դատավորներ մնացածների մասին էլ չխոսեմ, ԲԴԽ-ի նախագահին SMS-ով ազատելը։ Նայեք, հենց երբ որ ես քննադատում եմ դատական համակարգը եւ դատական համակարգի որակի վերաբերյալ քննարկում եմ անում, ես շատ բացառիկ դեպքերում եմ որոշումներին անդրադառնում։ Որոշումներին բովանդակությանը, որովհետեւ որոշումները կարող են դուր գան, կարող են դուր չգան, ես մի կարծիք ունենամ, մյուսը ուրիշ կարծիք ունենա։ Ես միշտ կամ առավելապես փորձում եմ անդրադարձ կատարեմ արտաքին պարամետրերին։ Ինչ տեղի ունեցավ, դատական նիստը բոլորը տեսակ, այսինքն երբ որ դատավորը ասում է պատեհ պահին կբերեք ձեր միջնորդությունը, պատեհ պահին կբերեք ձեր միջնորդությունը, պատեհ պահին կբերեք ձեր միջնորդությունը, ասում ես լավ է, ուղղակի ասա պատեհ պահը երբ է։ Ընդհանրապես ասա մի կրկնեք պատեհ պահին, էլ ասա կբերեք, չգիտեմ, վաղը չեմ մյուսօրը կամ չեմ թողնելու այդ միջնորդությունը ներկայացնեք, դա էլ է պատասխան։ Մի խուսափեք պատասխանատվությունից, որոշում ընդունեք։ Դատավոր եք դարել նրա համար, որ որոշում ընդունեք։ Մեկ էլ թղթերը վերջտու վերակենում գնում որոշում կայացնելու կալանքի հարցով, այստեղ որևէ մեկի մոտ չի կարող արդարադատության իրականացված լինելու կամ տվյալ դեպքում արդարադատություն չասեմ, հա, դատական process-ի իրականացված լինելու ընկալում ձևավորվել։ Հիմա կարանք մենք դրա շուրջը ձևավորենք ինչ որ արիոլ։ Հիմա ինչա տեղի ունենում։ Կա քաղաքական օրակարգ։ Քաղաքական օրակարգը այն է, որ Հայաստանի Հանրապետության ընտրությունների միջամտություն է տեղի ունենում։ Հա, միջամտությունը չեն կարում ապացուցենք։ Բայց ինչ անենք, որ ապացուցենք միջամտություն։ Դե բերեք մտածենք տարբեր մարմիններ, տարբեր հետախուզական մարմիններ, տարբեր, չգիտեմ, պետական դավաճաններ, այդ ժամանակ ասենք չէ որ միջամտություն տեղի ունեցավ։ Այո։ Բերեք տեսնենք ինչ կանենք, եթե մենք որոշել են գնանք ոնց էր ԵՄ ընդ որում չգիտեմ որոշեցին որ նոր են որոշել, որովհետև Հայաստանը եվրո ինտեգրացիա իրականացնում է արդեն մոտ 20 տարի տարբեր ֆորմատներով եւ եվրոինտեգրացիան դա մենակ Եվրամիությունը չի։ Սկսած 2001 թվականին Հայաստանը անդամակցել է Եվրոպայի խորհրդին, ըստ էության ճանապարհ էր բռնել դեպի եվրոպական լայն իմաստով արժեքների այդ ասոցիացիումը դրանից հետո հələ ԵԽ մարդու իրավունքներ, դրանից հետո բավականին մեծ ներպետական փոփոխություններ, ԵԽ-ի շրջանակներում աշխատանք, քաղաքական մարմիններում, պարլամենտական, հա, ԵԽԽՎ իրավական մարմիններում մի է, դրանից հետո Եվրոպական միության այդ ասոցիացիան պայմանագիր ՍԵՊԱ, բացեք լավ Եվրոմիություն ենք ուզում գնանք շատ լավ է հնչում, բացեք ՍԵՊԱ-ն տեսնենք ինչքան է կատարված։ ՍԵՊԱ-ն որ բացենք կտեսնենք որ կատարված չի։ Ոչ մի բան, կամ լավ չասեմ ոչ մի բան, բայց կատարված է սարսափելի ցածր տոկոս process-ներ, հա, այսինքն ես ինքս լինելով փոխնախարար երևի ավելի շատ եմ իրականացրել եվրոինտեգրման ուղղված ուղղություն, այսինքն համապատասխանեցնում, հələ 11-ից 14 թվական եմ եղել, 13-ին է Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցել, այդ ժամանակ նոր ձևավորում էր ԵԱՏՄ-ն եւ այդ ժամանակ բավականին մեծ քանակությամբ աշխատանք արել ենք։ Պարոն Օրբելյան, այստեղ երկրորդ թեմա ձեր ասածը, որ անձամբ լսել եմ այն ժամանակ ընդդիմադիր 10 հիմա էլ չունես 2018 թվականներ մնում է հետո իշխանական չեմ եղել, հա 18 թվականին Սվիտարսկու հետ հանդիպում էր այս իշխանապողությունից հետո ու ինքը շատ ջղայնացած էր այս գործող իշխանությունների վրա 19 երևի մի խոսքով մի քանի ամիս արդեն անցել էր քաղաքասարակության հետ հանդիպումը ինքը թուքումուլ էր թափում քաղաքասարակության ներկայացուցիչների վրա անպատվելով այս իշխանություններին ասում էր նախկին իշխանությունները
10 գլուխ բարձր էին եվրոինտեգրացիա իրականացնելու գործում, քան սրանք։ Ասում եմ, սրանք տապալում են եվրոինտեգրացիայի գործընթացը։ Սրանք ամեն ինչն են տապալում, մենակ այդ չեն տապալում։ Հենց այդ է խնդիրը։ Ես հիմա երբ որ մենք քննարկում ենք խնդիրները առանձին վերցրված, շատ հաճախ տենց քննարկում է լինում, հա, բա ինչ անենք։ Ասում եմ, Ժողովուրդ ջան, խնդիրը շատ պարզ է, կամ դու պետական համակարգ ունես, որը աշխատում է, լավ, վատ, ինչ որ ձևով աշխատում է, կամ դու չունես։ Եվ իրականում մենք ամեն մեկս տեսնում ենք մեր ոլորտի խնդիրը, թվում է թե մնացած ոլորտներում խնդիրները չկա։ Իրականում, այսինքն մեկը տեսնում է, որ խնդրեմ կա մշակութային ինչ որ բանի պաշտպանության հետ։ Ամենատիպիկ օրինակը անձնագրերը, որ հիմա նոր սարքել են, մի հատ մեծ քննարկման ականատես եմ եղել, գրավոր, հա, ինտերնետային LinkedIn հարթակում, որտեղ շատ տիպիկ չի նման քննարկումները, որտեղ մանրակրկիտ նկարագրել էր այդ լավաշի էջը ինչով չի համապատասխանում լավաշին։ Ընդ որում, եթե տենց չխորանաս, չնայես, լավաշ թխել տեսած չլինես ոչ մի անգամ, կարող է եւ չնկատես։ Եթե երկու անգամ եղել ես թոներատանը, տեսել ես, որ ոչ մեկը լավաշը թարջ չի տալիս, այսինքն լավ ինչ որ էջի մեջ մենք բոլորս կենտրոնացել ենք խորվիրապի նկարը, որը չգիտեմ ինչի պետք է ուրիշ կողմից նկարվել, որ արարոտը չերևար, դրան առանձին կանդրադառնամ, բայց մենք նայում ենք լավաշի էջ, ոնց որ նորը լավաշը դարել ազգային ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն, մեկ էլ բայց ընդհանրապես կապ չունի լավաշի հետ։ Մենք թոնիրը գետնից բարձր է, թոնիրը ինչ որ դաշտի մեջտեղում է։ Թարատված կոչվոր ոչ մեկին տենց թոնի ես չգիտեմ։ Թոնից չի, ուղղակի ես տեսել եմ իրաց բայց թոների մոտ դրված է փռի գործիքներ են, որ դնում ենք, վերցնում ենք փռի մեջից։ Լավաշը թարտված է, այսինքն ես ընդհանրում եմ ինչ որ մեկ ուղղակի արհեստական բանականության ասլալում է տենց հետաքրքիր լավաշի նկարել է։ Այսինքն ես բերում եմ ինչ որ մի օրինակը, որը մենք տեսնում ենք, որ ակնհայտորեն պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է, դա կլինի դիտավորյալ, թե կլինի ոչ դիտավորյալ բոլոր ոլորտներում։ Ընդ որում առանձին վերցրված կարող է եւ շատ լավ մասնագետներ լինեն։ Դες մի հատ դեպք կար, ես ասեմ, եթե չեմ սխալվում Հարավսլավիայի հետ կապված էր, որ ինչ որ խնդիրներ էր լինում, խորհրդային միությունից կարող է դետալները սխալ ասեմ, բայց Տիտոին ասում են լսի ոնց որ կոմոդ մենք տենց ընկալում ունենք, որ կոմոդ ոնց որ թե ներդրված գործակալներ կան, դա չի կարող լինել, բայց ասма կլինի գանք ստուգեն։ Գալիս են ստուգում են, հետ են գնում, ասում են լսի քո տեղակալը ոնց որ թե գործակալ է։ Ասում չի կարող լինի, ես իր այդ հեղափոխությունը ամեն ինչ արել ենք։ Ման ասում դե գործակալը, ոչ բերում են բռնում են, ասում հա, գործակալ եմ, ասում բայց ոնց որ բան չունես, էլի, ասում են դրանք մի հատ հանրություն են տվել։ Մենակ մի բան, ասում ինֆորմացիա ես տվել չէ, ինչ որ բռնել ես, ինչ որ սաբոտաժ ես արել չէ, ասում մենակ մի բան, ասել են գործ ընդունելուց ոչ կոմպետենտ մարդկանց կընդունես գործ։ Հիմա մենք ոնց որ այդ դաշտի մեջ լինենք։ Ոնց որ չէ, ուղիղ հենց դրա մեջ ենք, բան Օրբելյան։ Ես այդ օրինակը շատ եմ սիրում բերել, այս որ նշեց Օրբելյանը, ուրեմն Գյումրիում սարքում են սա Արթուր Ալեքսանյանի անվան մարզամշակութային համալիր։ 2 տարի կառուցեցին, 2 տարի քանդում են, որովհետև շենքը սկսել էր բլել։ Նախագիծը սխալ էր կազմած ուղղակի։ Վերադառնալով Անդրանիկ Թևանյանի գործին։ Մի քանի հարց ունեմ։ Նախ կալանքի հետ կապված առաջիկայում հնարավոր է որևէ փոփոխություն լինի, թե չլինի եւ մոտականը ամենա երբ կարող է լինել, ասել եք, որ պիտի որոշումը բողոքարկել եք, թե չէ եւ այլ ացյաններ դիմել եք, թե չէ, ասենց։ Մենք մի քանի մենք հիմա ասենք ինչ ենք արել այդ գործով, այնքանով որքանով որ դա չի վնասի գործի ստրատեգիան, ինչ որ բաներ կա որ չեմ պատմի, բողոքը կալանքի դեմ վերջնականացված է, այսօր ֆիզիկապես ուղարկելը չեն կազմակերպել, որովհետև ստորագրել ենք, որ դա գաղտնի է եւ դա պետք է գաղտնի ռեժիմով մուտք արվի, առավոտյան շուտ կկազմակերպենք, այսինքն դա էլ է խնդիր առաջացնում, այդտեղ դեպքն է, որ մեջը գաղտնիք չկա, բայց գաղտնիք է դարձել եւ համապատասխանաբար պետք է մուտք արվի համապատասխան ոնց որ եւ դատարան եւ վերաքննիչ, տեղ ոնց որ հատուկ ընդհանցակարգ կա, որը շատ պայմանական կա, տենց որտեղ մենք փորձեցինք հասկանանք իրավական ինչ ակտով ոնց է կարգավորվում, բայց ինչ որ ոնց որ կա փորձ նախկինում նույն ձևով կրկնելու ենք, հա, sense ոտ հատուկ բաժնի միջոցով, որտեղ կա եղանակ BDX-ով, բայց դա շատ ավելի երկար է տևում, ես պետք է ավելի արագ կազմակերպել։ Ամեն դեպքում վաղը մոտ կարվի եւ ըստ էության ուրեմն բողոքի մեջ հստակ արձանագրել ենք այն կետերը, ինչ որ մի մասը ես նոր նկարագրեցի, մի քանի հատ այլ կետեր էլ նյութերի վերլուծության, որ դրանից որևէ կերպ չի բխում
ոչ թե պետական դավաճանության, այլ որևէ հանցագործության գործողություն, ավելին մենք հստակ արձանագրել ենք, որ սա դասական իմաստով լրացնելու փորձ է։ Այսինքն ուղղակիորեն սա մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ սահմանադրության երաշխավորված խոսքի ազատության սահմանափակման ուղղված գործողություն է։ Ի հավելում են ընտրությունների պատշաճ կազմակերպման, բայց ինքնին ինչի համար իրան ոնց որ ուզում են պատասխանատվության ենթարկել, ինքնին խոսքի ազատության տիրույթում, ասես լայն իմաստով։ Երկրորդ խնդիրը, որը մենք բարձրաձայնել այդ ամենամոտական երբ կքննվի։ Հիմա դա սենց է խնդիրը 10 օր ժամանակ կա բողոքարկելու, 10 օրը դեռ չի անցել, որպես կանոն 10-րդ օրը նյութերը ուղարկում են, որից հետո վերաքննիչ դատարանում մակագրվում է գործը, որից հետո մոտավորապես 10-15 մի ամիս է ընդհանուր տևում գործընթացը, 10 պլյուս օր հետո քննվում է, որպես կանոն դա գրավոր ընթացակարգով ակնկալում ենք, որ նիստ կարվի, բայց դատարանն է որոշում անհրաժեշտություն կա թե չէ։ Մոտավորապես լրանում է 2 ամիս։ Չէ, մի ամսում։ Այսինքն ցենց ասենք։ Ամեն դեպքում ընտրություններից հետո հաստատ։ Հետո, միանշանակ հետո։ Մենք հիմա դիտարկում ենք մի քանի գործիքակազմ, բայց հələ որ հստակ գործող գործիքակազմ, որը արագ կլինի, որը հնարավոր կդարձնի այլ ընտրանքային խափանման միջոցները դեռևս չկան, բայց մի քանի տարբերակ դիտարկում ենք, եթե դա եղավ բավականին արագ դրանք էլ ընթաց կտանք։ Եվս մեկ գործընթաց, որը նախաձեռնել ենք Եվրոպական դատարանի 39 կանոնի շրջանակներում, այսօր եմ ստացել մերժումը 39 կանոնի 39 կանոնը ուղղակիորեն ուղղակի հիշեցնեմ, Եվրոպական դատարանը ունի ընթացակարգ շատ նման է մեր հայցի ապահովման։ Որպես կանոն օգտագործվում է օրինակ էքստրադիցիաների ժամանակ, որպեսզի չհանձնեն անձին հետո խնդիր առաջանա, կասեցնում է միջև որ խնդիրը լուծի, երբեմն երբ որ կյանքին առողջությանը վտանգ է սպառնում նման դեպքերում։ Շատ սահմանափակ դեպքեր կա, այլ դեպքերում կիրառման, մենք հստակ երկու բան ենք խնդրել, ասել են կամ ազատ արձակելը ապահովեք միջև ընտրությունները, որ կարողանա ընտրությունների մասնակցի, կամ ինչը շատ ավելի կարևոր է, ինչքան էլ տարօրինակ չլինի, այդ պետական գաղտնիքի գրիֆը թող անեն, որովհետև կամ հստակեցնեն, որ փաստաթղթերին է վերաբերվում, որ ես մնացածի վրա կարողանամ ըստ անհրաժեշտության հղումներ անեմ։ Էլի նախաքննական գաղտնիքը կարա լի, բայց դատարանը ոնց որ ասեց, որ ամեն դեպքում այս դասական իրանց այդ ծավալից մերժում ունենք, առաջարկել է արդեն դիմումով դիմել, բում բովանդակային, որը կքննարկի, մենք այսօր ենք ստացել գրասենյակից դուրս գալուց առաջ ուղղակի բացեցի արագ տեսա, այդ դետալները չեմ նայել կնայեմ, բայց սա մի ընթացակարգ, ուրեմն սրանից բացի մի հատ այլ գործընթաց կա, որը հիմա նախաձեռնել ենք, ուրեմն ԿՀ մարդու իրավունքների պաշտպան, ինչ ասում ընտրական օրենսգիրքը։ Ընտրական օրենսգիրքը ասում է, եթե թեկնածուն գտնվում է անազատության մեջ, նա իրավունք ունի վստահված անձանց միջոցով մասնակցել ընտրարշավին։ Այսօրվա ընտրարշավը շատ ինտերակտիվ է։ Եվ մենք պնդում ենք, որ պետք է անձը հնարավորություն ունենա ընդհանուր նկարահանվել եւ հեռարձակվել, որովհետեւ բայց քրեակատարողական հիմնարկուի ներքին կանոնակարգերով դա ոնց որ հնարավոր չի, խնդրահարույց է։ Հիմա այս եւ ես ընդհանրում եմ ի սկզբանե այդ օրենսդրական կարգավորումը կարգավորելով ոչ մեկ այս ոնց որ ժամանակակից կարգավորումների տեխնիկական անհրաժեշտության լույսի ներքո չի դիտարկել խնդիրը։ Հիմա դա ենք փորձում կարգավորել, եթե ստացվի դա ոչ միայն այս դեպքում, նաև հուսանք հետագայում հնարավորություն կտա, որ ամեն դեպքում եթե իրականում կարիք լինի, որ ազատազրկվեն, իսկ այս պահին Անдрեյ Թևանյանը միակ մասնակիցը չի, որ ազատազրկված է կամ սահմանափակումներ ունի։ Ուղղակի մի մասի դեպքում դա տնային կալանքայով սահմանափակումները հանված են, հնարավոր է իրականացնել, մի մասը ազատազրկված է։ Եվ ազատազրկման դեպքում այդ սահմանափակումները շարունակում են գործել, համապատասխանաբար ընտրարշավին չեն կարողանում մասնակցել։ Եվս մի գործընթաց, որը մենք կիրականացնենք, դա մի քանի քննչական գործողությունների բողոքարկումներն է, որի փաստաթղթերը պահանջել ենք, դատական ակտերը, երբ որ կստանանք, ակնհայտ է, որ այդտեղ եւ անձեռնամխելիության հետ կապված եւ ընդհանցակարգի նյութերի բավարարության հետ կապված մի շարք խնդիրներ կա, այստեղ ավելալ դետալներ հիմա խոզարկությունը նկատվում է։ Օրինակ էս խոզարկությունը վերջին, որովհետեւ խոզարկությունը ինքնին կատարվել է մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից համաձայնություն ստանալը։ Եվս մեկ այլ գործընթաց, որը կնախաձեռնենք, հիմա դիտարկում ենք, այդ բոլոր ձեր ասած դեպքերում դեռևս վերջնականացված չի, նաև Անдрեյ Թևանյանի հետ պետք է քննարկենք, բայց վերջնական դա զրպարտության վիրավորանքի հայցերն են, որովհետև անկախ ինչա մեղադրված,
ինչ մեղադրանք է արկա, ոչ մեկ իրավունք չունի դա որպես հաստատված հանգամանք ընդունել եւ անձին այն է քարոզարշավի ժամանակ, այն է տեխնացուի բարակայում։ Դավաճան քրեադատավարական իմաստով դավաճան քննարկել։ Այսինքն սա այն դեպքը չի, երբ որ քաղաքական իմաստով այդ տերմինը օգտագործվում, այսինքն դա այն դեպքը չի, երբ որ абստրակտ իմաստով է օգտագործվում, դա այն դեպքն է, երբ որ կա քրեական գործընթաց, բայց այդ քրեական գործընթացը լրջագույն խնդիրներ ունի եւ կրկնում եմ մենք ունենք հիմքեր ենթադրելու, որ այդ քրեական գործընթացը նախաձեռնվել է հենց դրա համար, որպեսզի հնարավոր լինի քարոզարշավի ժամանակ այդ տերմինոլոգիան օգտագործվի։ Այսինքն այստեղ ես մի քանի անգամ պնդել եմ այն նյութերը, որ մենք ստացել ենք, այդ նյութերով այս կալանքի որոշումը ոչ միայն չէր կարող կայացվել, այլ ընդհանրապես գործ չէր կարող հարուցվել։ Տերմինոլոգիայով նախաձեռնվել վարույթ։ Հիմա այս նշված գործընթացներն էր։ Կար մի շարք այլ խնդիրներ, որոնք տեխնիկական մասնակի լուծվել են, բայց ելի ամբողջական չեն լուծվել, օրինակ վերահսկողությունը, որ ավել թուղթ չբերեն, ավել թուղթ չտանեն քրեակատարողական հիմնարկից ու այդ սահմանափակումը բերել էր նրան, որ ինչ որ մի քանի հանդիպում վստահված անձանց հետ տեղի ունենալուց Անդրանիկ Թևանյանին ընդհանրապես չէին թողել ամենախցից ու առանձնախցից տեքստը ոչ միայն փոխանցել, բերել իր հետ, որ գոնե արտագրեն։ Այսինքն ասում են, դուք թուղթ մի տարեք, եկեք հիշեք, ինչ կհիշեք, կգրեք, բայց դրանով իսկ ընտրարշավը ամբողջությամբ խաթարվում է։ Եվ դրանից բխող մնացած ամեն ինչով, էլի։ Հիմա ուզում եմ ասեմ, հիմա էլ չեն թողնում։ Այսօրվա ինֆորմացիան չունեմ, այսօր ամբողջ օրը ուրիշ գործընթացներով եմ եղել, սկզբում ոնց որ 3 թողել էին արդեն թուղթ բերել, բայց մենք հիմա քննարկում ենք, որ այդ միջև տեսաուղերձը պետքա Անդրանիկ Թևանյանը գտնվելով իր խցում, երբ որ աշխատում է իր ասենք ուղերձների վրա, կարողանա գա ոչ թե նստեն ու նորից թելադրեն, այլ փոխանցի եւ քննարկեն այլ հարցեր։ Այդտեղ ժամանակային սահմանափակում 2 ժամ օրեկան սահմանափակված ժամանակային սահմանափակումը հենց այդ մասով է, որ ոչ թե պետքա բերեմ, ասեմ դե արտագրեք, այլ բերեմ սա փոխանցեմ, մենք քննարկենք մնացած հարցերը, որովհետեւ այդտեղ բազմաթիվ այլ հարցադրումներ կարող է լինել։ Ընդ որում կարծիք կար, որ կարելի է ինչ-որ ցենզուրայի նայել, ես կարծում եմ, որ դա էլ չպետք է լինի, որովհետև դա քարոզարշավի մաս է եւ ըստ էության ու եթե այնտեղ հիմքեր չկա, որ չգիտեմ, ինչ-որ ինստրուկցիաներ են փոխանցվում, չգիտեմ ինչերի մասին, ինչը համարյա բացառում են, որովհետև համարյա չէ, ինչը բացառում է մեր դեպքում, հա, որտեղ մենք խոսում ենք հենց քաղաքական տեքստի մասին, քաղաքական գործընթացի մասին, հա, չէ, ինչ եմ ասում, որտեղ Անդրանիկ Թևանյանը 3 օր համարյա եղել է ազատության մեջ եւ ինչ որ մեկին ինստրուկցիա տալու խնդիր լիներ, այդ ժամանակ պետք է կարգավորած լիներ։ Սա նաև կետերից մեկն է մեր կալանքի, ասում ենք լավ է, դատարանն էլ է հիմք ընդունել, որ չի թաքնվի, որովհետև եթե թաքնվեր ինքը չէր գնա, բայց այն մնացած հանցագործությունների կրկին կատարելու կամ խոչընդոտելու ռիսկն է տեսել։ Հիմա մենք ասում ենք լավ է, 3 օրը 2 պարամետրով էլ է փոխում, որովհետև եթե դե պետք է խոչընդոտել այն ժամանակ էր խոչընդոտելու, եթե պետք է նոր հանցագործություն անել, դա պետք է գոնե ինչ-որ մի ձևով մի քիչ գոնե հաստատենք, որ հələ քննարկենք նորի հարցը։ Իսկ վստահված անձանց միջոցով շփումը, այսպես ասած, ընտրողների հետ, այդ հնարավորությունը ամսի 5-ին վերացվում է, այսինքն զրկվում է այդ հնարավորությունից, թե դրանից հետո էլ օրինակ հետընտրական փուլում կարող շարունակվել, հստակություն կա այդ մասը։ Օրենսդիրը ոնց որ կարգավորել է, որ այս դեպքում ինչ որ բան պետք է լինի, բայց ոնց, ինչ ծավալով, ինչ ձևով հստակություններ չկա։ Եթե խոսքը գնում է ընտրապայքարի մասին, ենթադրվում է, որ դա ավարտվում է այդ օրը, բայց եթե մենք օրինակ խոսում ենք բողոքարկման մասին, ապա վստահված անձանց հետ պետք է հնարավորություն լինի քննարկել բողոքարկման ինչ որ հանգամանքներ։ Ամսի 8-ին ըստ անհրաժեշտության կանդրադառնանք այդ հարցին, բայց ամեն դեպքում ոնց որ մինչև ամսի 8-ը մինչև պարզ չի լինելու։ Պլյուս մի քանի հանգամանք էլ է կարևոր։ Հիմա ասում ենք ինչ կարող է լինի։ 2 ամիս ժամկետով է կալանավորվել, ակնկալում ենք, որ ընտրությունների արդյունքով ամեն դեպքում ինքը ընտրվելու է падգամավոր եւ օգոստոսին ստանձնում են նոր ազգային ժողովը պարտականությունները։ Դա ենթադրում է, որ անմիջապես դրանից հետո նա պետք է ազատ արձակվի,
անմիջապես հենց այդ պահին օգոստոսի 2-ին։ որը ոչ տանձնեց, հենց այդ օրը պետք է ազատ արձակվի սահմանադրական դատարանի որոշում կա դրա հետ կապված, եւ եթե գլխավոր դատախազը գտնում է, որ պետք է գնալ եւ ստանալ նորից համաձայնություն, կգնա նորից կստանա։ Դա չի Ազգային ընդհանրում ժողով նորից արդեն ոչ թե նորից, այս անգամ ազգային ժողով, այն ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովներ։ Ավելին իմ գնահատմամբ եւ մենք դա բխում է նաեւ օրենքից փորձելու են դա շրջանցել, բայց մենք պնդելու ենք, որ ընտրվելու դեպքում, երբ որ ինքը մանդատը ստանա, ինքը այլ կարգավիճակ ունի, որովհետև մենք ունենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ երկու դեպքում, մեկը նախընտրական փուլում, երբ որ տեխնացու ես եւ տեխնացուների ցուցակում ես, մյուսը երբ որ ընտրված падգամավոր ես, բայց դեռ չես ստանձնել պարտականություններ։ Այս երկու դեպքում համաձայնություն տալը կենտրոնական ընտրական հանձնաժողովի տիրույթում է։ Եվ մենք պնդելու ենք, որ ամսի 8-ին, երբ որ կլինեն արդեն, ամսի 8-ը, երբ որ մանդատները պարզ կլինի ովքեր են ստանում, ակնկալում ենք, որ կրկնում են, որ մանդատ կստանա ինքը համապատասխանաբար հնարավոր կլինի պնդել, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւս մեկ անգամ քննարկի նրան ազատությունից զրկելու հարցը։ Հիմա դա Բայց հույս ունենանք, որ ամսի 8-ից հետո չի հասնի մինչև օգոստոս։ Հունիսի 7-ի Ես երկու դեպքներ նայեք, ես ֆիքսեցի ընտրվելու տարբերակները, ես ակնկալում եմ, որ ընտրություններում ինքը ստանալու է մանդատ ստանալու են դեպքում, երբ որ կուսակցությունը անցնի, ես ակնկալում եմ, որ կուսակցությունը անցնելու է ակնհայտորեն բարիերը եւ համապատասխան որ Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով է մասնակցում ընտրություններին երկրորդ համարն, այսինքն ուզում ասեմ անցնելու դեպքում հաշվի առնելով, որ ինքը ԲՀԿ-ի երկրորդ համարն է, համապատասխանաբար ինքը ոնց որ եթե կուսակցությունը անցնի 5-6 մանդատ ակնհայտորեն ստացվելու է մինիմումն եմ ասում, էլի, այսինքն իսկ եթե գործող իշխանությունը պարտվի, ապա դա եմ ասում, էլի, այդ պրոցեդուրաներին չենք հասնի։ Այստեղ մի հատ փոքրիկ նյուանս կա։ Ես փորձ եմ ունեցել 18 թվականին, երբ որ վարչապետի փոփոխություն է եղել, բայց անձին կային կալանքի տակ պաշտպանյալներ, ովքեր դեռևս մի այն շաբաթ հլը քրեակատարողականում էր մինչև գործընթացները կատարվում են։ Դե շաբաթը հեչ։ Դե ուզում ասեմ դե դրա ուզում ասեմ ես ակնկալում եմ, որ ակնհայտորեն ամսի 8-ին լավ արդյունք կլինի եւ կսկսի չենք սպասի մինչև օգոստոս եւ ամսի 8-ին իսկ քաղաքական ուժերին բոլորին եմ ասել, կսկսվի անվստահության գործընթաց, որպեսզի գործող վարչապետը եւ կառավարությունը մինչև օգոստոս չմնան իշխանության։ Բայց այդ պահին ամսի 8-ին մնացած падգամավորներին հնարավոր կլինի հավաքել անկախ արդյունքից եմ ասում, որպեսզի այդ գործընթացը անեն թե չէ, դա արդեն ուրիշ հարց է։ Հուսանք կավարտվի քաղաքական հետապնդումների դարաշրջանը։ Նայեք, չէ, միանշանակ ոչ միայն քաղաքական հետապնդումների, որովհետև Հայաստանի Հանրապետությանը միանշանակ անհրաժեշտ է անցումային փուլ, որովհետև մեզ պետք է ոչ թե հիմա քաղաքական հետապնդողները փոխվեն եւ սկսվի հետապնդումներ, այլ պետք է որ այս փուլը իրականում ամբողջական անցնի, բայց դա չպետք է լինի անհետևանք։ Որպեսզի անհետևանք չլինի, բայց չստացվի, որ բոլորը հիմա ոնց որ բռնողներն են փոխվել, նույն քննիչները, նույն դատավորները, իմաստներն են բռնում, անհրաժեշտ է որպեսզի այս փուլում մենք ունենանք այդ որ ասում են անցումային արդարադատություն շատ են չարչրկել եւ դրա տակ մոտավորապես նկատի ունեն կամ առանց դատարան դատենք կամ գույքը դերվերտնենք։ Մեր խոսքը դրա մասին չի, դա պետք է լինի գործընթաց, որի արդյունքում հնարավոր է լինի բացահայտել բավականին շատ խնդիրներ, որոնք մենք այսօր տեսնում ենք, բայց չունենք ապացույցներ, օրինակ այդ ֆեյքերի ֆաբրիկաները, կառավարության կողմից մանիպուլյացիաներն, ՀՄԷԿ-ի կողմից պատվերներ կատարելն, ՀՄԷԿ-ի կողմից անհասկանալի բովանդակության մեր բոլորի փողերով ինչ որ հաղորդումներ թողարկելն, դա պետական կառավարման համակարգի ձևախեղումներն, որը չի բխում սահմանադրությունից, դա տարբեր միջազգային արտասահմանյան միջամտություններն բոլորը sense ակնհայտորեն դեպի ԵԱՏՄ են ուղղում, բայց ամբողջ աշխարհից հիմա ոնց որ տպավորություն կա, բոլորը այստեղ միջամտում են բացի ԵԱՏՄ-ից։ Հիմա հնարավորություն ունի անում, բայց հիմա մոտավորապես դրանք պետք է իրականում բացահայտվեն։ Ինչ է տեղի ունեցել, ինչ պայմանավորվածություններ է տեղի ունեցել, ով ինչ հանձնարարություններ է տվել, դրա գործիքները կան վաղուց եւ մշակված են եւ ընդհանրապես պետք է այդ կամքը դա կիրառելու։ Բարդ աշխատանք է սպասում։ Շնորհակալություն, պարոն Նորբելյան։ Մեր զրույցը, պարոն Նորբելյան, դուք Անդրանիկ Թևանյանին թերևս ամենօրյա ռեժիմով եք տեսնում, ինչպես է տրամադրությունը
ինչ ունի փոխանցելու մեր հանրությանը։ Արդարության համար պետք է ասպաստե ներողություն խնդրեմ, վերջին 3 օրը չեմ կարողացել տեսնել, որովհետև ակտիվ աշխատում ենք բողոքարկումների եւ մնացած գործընթացների վրա։ Դրանից առաջ որ տեսել եմ տրամադրությունը լավ էր, մի քիչ էլ ասում եմ այստեղ այդքան ինտենսիվ չեմ տեսել, որտեղ գոնե գիտեմ, որ վստահված անձինք ռեգուլյար տեսնում են եւ խնդիրների մասին կարողանում են քննարկել, ինչ որ խնդիրներ եղել է առանց տեսնելու կարող ստացվել է լուծել, պահման պայմանների եւ այլ հետ կապված էլի, բայց միշտ էս էլ տրամադրությունը լավ էր, մարտական էր, ինքն էլ էր գտնում, որ ամսիոթին խնդիրները ամբողջությամբ կարգավորվելու են, ու ըստ էության որևէ ընկճվածություն չկար եւ իր մոտ էլ կար որոշակի զարմանքես մեղադրանքներից մոտավորապես ասենք ամենապարզ բանը ասում լավ հասկացա որ այդ երկրին բանի տեղ չեք դնում բայց ասենք համարում եք որ 622,000 ինչ որ մեկը բերել է ինձ փող ա տվել ես էլ այդ փողը վերցրել եմ ինչ որ ենթադրել փակնիստի ինչ որ անհասկանալի ենթադրել բան եմ տվել եթե ասում դա տենց է պետք է ինձ նշանակեք այդ ես եմ ավելացնում էլ նշանակենք զարգացման նախարարը վարչապետը դες որտեվ դա փող կպցնել է մոտավորապես հիմա դա ոնց որ օթում փող կպցնելու արվեստը ընդ որում դա բանի Sense բանա հնչում, sense հա բան ինչ որ փակնիստով, չգիտեմ ինչու 5000 դրամանոց ինֆորմացիան ծախես 622,000 դրամանոց ինֆորմացիա չի եղել։ Ախր բաց ինֆորմացիայի, այդտեղ նորից տպավորություն կլինի, չէ՞։ Թողարկումները ծախես տպավորություն կլինի թե ինչ որ բան վաճառվել է։ Բերեք ֆիքսենք որ նման բան որևէ հասկանա չէ, սարկազմի տեսանկյունով էլի։ Այս ամենը։ Ուզում եմ ասեմ ինքը լավ էր, ինքը տրամադրությունը լավ էր, ինքնազգացողությունը լավ էր եւ տրամադրությունը մարտական ուժեղ կարծում եմ ակնկալում է որ դրական արդյունք կլինի հիմա ամեն ինչ արվում է որ քարոզար շավը նաեւ իր մասնակցության նաեւ բացի նրանից որ ինքը ԲՀԿ ցուցակի երկրորդ համարն է նաեւ Մայր Հայաստան կուսակցության առաջնորդներ եւ նույն տվյալ դեպքում ԲՀԿ ցուցակով է հանդես գալիս բայց նաեւ այդ քարոզար շավը որոշ ձևով սահմանափակելու ուղղվածություն է տեսնում բայց ինքը նաեւ հասկանում է որ դժվարություններ են դժվարությունները մարդկանց համար է պետք է դրանք բոլորը հաղթահարենք միակ լավ բանն է նա որ գոնե գիր կարդալու ժամանակ ունենա որովհետեւ ինքը շատ է սիրում գիր կարդալ բառացիորեն դա էլ ասել է շնորհակալություն շատ շնորհակալություն պարոն Օրբելյան որ ժամանակ գտաք իրոք գիտենք որ շատ զբաղված եք շատ շնորհակալություն մանրամասն ներկայացնելու համար հուսով եմ այն մարդիկ ովքեր մինչև այս գոնե մտքի ինչ որ ծայրով անցկացնում են որ հնարավոր է ինչ որ մի բան արել է ինչ որ նյութ կա հա հիմք կա բան հասկացան որ իրականում այս գործը փուչիկ է եւ տակը ոչ մի բան չկա որքան որ զարմանալի է շնորհակալություն Պարոն Օրբելյան ավելացնելու բանն է Չէ, ուսուցչությունց բոլորին հաճելի երեկո։ Եթե այսօր հիմա սա լայվ էր, ուղղակի կարող եմ նաև բոլոր երեխաների իրավունքների պաշտպանության օրն է այսօր իրենց իրավունքները։ Ասա 2 ժամ եղավ արդեն, բայց չենք Ուղղակի բոլորին շնորհավորենք, բոլորին ովքեր երեխաներ ունեն, իրենց երեխաներին, բոլոր ովքեր երեխա են, երեխաներին, բոլորս էլ քանի ծնողներ ունենք, մենք էլ ենք երեխա, բոլորս երեխաների իրավունքների պաշտպանության օրը շնորհավորենք։ Մենք մեր հաղորդումը սովորաբար ավանդաբար փակում ենք կոչով, հորդորով, որպեսզի մեր հայրենակիցները միանան մեր պայքարին եւ ասում ենք միացեք որ փոխենք այսքանը կհանդիպենք